Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Թրամփի ուղի թե Զանգեզուրի միջանցք, Փաշինյանի հակադարձությունն ու թուրք նախարարի պնդումը, ինչու հայկական կողմը հետ չի կանչում ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից եւ ինչու են թուրք-ադրբեջանական պահանջի կատարումը հրամցնում որպես սեփական նախաձեռնություն։ Կապահովի Զանգեզուրի միջանցքով սահուն անցում Միջանցքի մասին խոսք չի գնում։ Այսօրվա իշխանությունների կաշկանդվածության արդյունքն է։ Կարող եք բացատրել Զանգեզուրի միջանցք տերմինի տարբերությունը։ Երևի զգում են հասարակության ճնշումը, Որտեղ եք կարդացել եք արտահայտության մասին։ Ադրբեջանի պահանջները կատարելով հույս ունեն, որ իրենք խուսափում են լարվածությունից։ Առողջ ապրելակերպ դասընթացի համանտակ մատուցվող խայտառակությունն ու ծնողների արդարացի զայրույթը, ինչ են հասկանում հեղինակները սեռական դասյարակություն ասելով եւ ինտիմ բնույթի ինչ մանրամասներ են փոխանցում 9-ամյա երեխաներին։ Ոչ իրացվարություն հարմար, ասենք թեմաներից եք խոսացել։ Արգելված թեմա է, չեն ուզում, որ իրենց երեխան լսի։ Դեռևս հասունության գործընթացը սկսված չի լինում։ Դեռահասին պետք է պատրաստել եւ խոսել ոչ թե սեռական հաճույքից, Լրիվ ուրիշ կերպ են մատուցում։ Շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել։ Արդյունքների մեջ խեղդված աչքերն ու անհետ կորածների հարազատների տագնապալի սպասումները, ինչու այլևս չեն հավատում իրավասուների խոստումներին եւ ինչն է պատճառը, որ պետությունը կամահարական վերաբերմունք է ցուցաբերում իր զինվորների հանդեպ։ Գերին կնեն, զոհվեն, պետությունը միջև վերջ տերելին նրանց։ Ամեն ինչ ասես, թող չհանգստանա։ 171 զինծառայողը անհետ կորած Կաներ ունենք, որոնք ասում են, որ իրենք վիրակապել են տղայից գլուխը, պատկանում են որոշակի անհետ կորածի։ Մեխանիզմ կոնկրետ նախատեսված չէ։ Աննշան զգուշացումը սպանության պատճառ եւ շտապօգնության մեքենայի հարբած վարորդի արկածները, արդյոք կամրջից ընկած մեքենան անչափահաս է վարել եւ ինչ ավարտ ունեցավ զբոսաշրջիկներին օդանավակայանից հյուրանոց տեղափոխելը։ Հիվանդը տեղափոխում ու ոչ ստապ։ Ինչ հարվածել որ ստոլբեն։ Նայ։ Բարեկի վատանոց տարա։ Էսը գլխի տեղն է։ Երևի ծնգել է։ Լայն ժպիտ վարվող աչքեր կամ եւս մի ընտանիքի արթնացած հույսը, ովքեր հանդես եկան շտապօգնության բժիշկների դերում եւ արդյոք անխոչնդոտ կիրականացնի որդու բուժման հետ կապված միջոցառումները։ Միակ նպատակը երեխայի վերականգնողականն է։ Փորձենք վերականգնողական գործընթացը արտոյ թեթևացնել։ Ունեն մասնագետներ, որ կարող են աջակցել։ Վաու, Ես իր դեմքին շպիտ նկարեցի։ Բանբաներ հետ դերեմ։ Դիզայնը հավանել ես։ այո։ Դրանից արա։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։